արդեն լաբիս կտամ ու արդեն սկսենք այդ process-ի հետ կապված բացատրելու, եթե ժամանակ կմնա, այդ դասն նորից բան կանեմ, կբացատրեմ։ Էլ ինչ որ մեկը ավելացավ, ով ավելացել մեզ մոտ։ Ավակ Էմա լսում ես մեզ, չի լսում մեզ, կամերան չկա։ Լավ, ես եկեք սկսեմ, հա, որովհետև այդքան մենք ժամանակ չունենք, գնանք այս առաջադրանքից, մի հատ սա եք անելու։ Պետքա պեչատի նման քոլեջի համար ինչ-որ բան սարքեք, ստե գրած է Երևանի թեթևարդյունաբերության պետական քոլեջ, մեջտեղի փոքր կլորը գրած է տեղեկատվական տեխնոլոգիաներ, որը որ ձեր ամբիոնի անունն է։ Սա դուք սարքելու եք։ Չէ, միացրե սկրինը, մի րոպե, սա սկրինս միացնեմ։ Էմա լսում ես մեզ արդեն։ Հա, առաջ չէի լսում։ Միկրոֆոնը չկար։ Սելֆիքսեմ։ Այսա, տեսնում եք, երևում է։ Սա սարքելու եք դուք, գրել եք Երևանի թեթևարդյունաբերության պետական քոլեջ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ձեր ամբիոնի անունը, պեչատի նման, որ տպենք պեչատի նման լինի ինքը։ Գույները, եզրագծերը բան, երբ որ սարքեք, արդեն այդ սարքածի վրա տալու եք, հա, հիմա ցույց տամ, կամ արդյոք գիտի սա ոնց է սարքվելու, թե չկա։ Չկա։ Ուրեմն նայում ենք, նախ եւ առաջ, եթե հիշում եք հայերեն գրելու համար մենք գրում էինք Unicode-ով, չէ, այստեղ մեր կադևինը որ կա, այս կետվինի հետ կապված հայերեն դրոշն էինք ընտրում Armenian Phonetic Unicode։ Այդ Armenian Phonetic Unicode-ի փոխարեն, եթե ես ուզում եմ տեքստս նկար դառնա, պետք է վերցնեմ Armenian Phonetic-ը միայն, Unicode-ը մեջտեղից դուրս եմ հանելու, այսինքն, եթե ես Unicode-ով աշխատեմ, եկեք մի հատ Unicode-ով աշխատեմ, մի հատ առանց Unicode-ի, որ դուք պատկերացնեք, հա, ստե գրեմ Երևանի, թեթև, եկեք մեծատար սաղ գրեմ։ Հա, Երևանի թեթևարդյունաբերության պետական քոլեջ, հիմա սա պետքա դառնա նկար ու կլորվի, այսինքն կլոր ինչ-որ շրջան դառնա, ոնց որ այստեղ է ցույց տված։ Եթե ես սա ուզենամ դարձնեմ նկար, ինքը քառակուսիներ է ինձ մոտ ցույց տալու։ Օրինակ, նախ հասկանանք ոնց ենք իրան տեքստին նկար դարձնում։ Մտնում ենք insert, word art գործիք գոյություն ունի, word art ինչ է նշանակում։ Art Искусство, այսինքն Word-ի արհեստական, արհեստագործական մասն է, հա, արվեստը նայեք, այսինքն ինչ որ բաներ ունենք, ձևեր ունենք, որ տեքստը նկար դառնա։ Ենթադրենք, հա, ընտրում եմ սա։ Նայեք Երևանի թեթևարդյունաբերության պետական քոլեջը ֆիքսված է, օքեյ է, 36 ֆոնտով, կուզեմ bold կդարձնեմ, կուզեմ Arial Black-ը կդարձնեմ Arial Armenian, սա ֆոնտերն են, հա, մեր, ուշադիր եք լինում, որ ձեր հայերեն ֆոնտերը ձեր բանի մեջ լինի, կամպյուտերի մեջ լինի։ Նայեք, Unicode-ով արեցի, ընդեղ նորմալ ցույց էր տալիս, բայց այդտեղ քառակուսիներ վերածվեց իմ տեքստը։ Երևում է։ Լսում եք ինձ երեխեք։ Այո։ Հա, այսինքն ինքը հայերեն ֆոնտս չճանաչեց, երբ որ ես տեքստը նկար դարձրեցի, հայերեն ֆոնտս չճանաչեց, հիմա այստեղ ես ինչ ուզում եմ իր հետ անեմ, ինչ հատկություն ուզում եմ իրան տամ, կլորացնեմ, ոնց ուզում եմ իրան դասավորեմ, մեկ է ինքը քառակուսի է մնալու։ Դրա համար ես ոչ թե պետք է աշխատեմ Unicode-ով, այլ պետք է աշխատեմ հայերեն ֆոնետիկով։ Okay։ Այստեղ ուշադիր նայեք, երբ որ ես սկսեմ գրեմ, իմ մոտ չինարեն է գրվելու։ Նայեք։
Նախ եւ առաջ իրան պետք է սարքեմ հայերեն ֆոնտով, Arial Arm կամ Arial Armenian, կապ չունի։ Տեսակ։ Մեծատառս միացնեմ ու սկսեմ Երևանի թեթև, լավ կարճ գրեմ թեթև արդյունաբերություն։ Հա? Կարճ գրեմ, որ շատ ժամանակ չկորի։ Գնում եմ էլի insert, էլի WordArt, իրան վերցնում եմ, ցանկացած մեկը կարակ վերցնեք։ Այստեղ էլ այն մոտ չինարեն գրելու։ Ֆոնտը փոխում եմ Arial Arm կամ Arial Armenian։ Arial Arm, հա։ Երևանի թեթև արդյունաբերության։ Եկեք շարունակեմ լավ պետական քոլեջ։ Եղավ։ Okay, սխմեցի։ Ամեն ինչ okay է մեզ մոտ։ Տառերս նորմալ երևում է, ամեն ինչ լավ է։ Գնացի, վերցրեցի իմ change shape-ը, այսինքն նկարս փոփոխում եմ ու կլոր եմ դարձնում։ Իրան այս անկյուններից այնպես եմ անում, որ ինքը շրջան դառնա։ Տեսա՞։ Որ shift-ը սխմեցի լինի ինքն իրեն շրջան։ Ինչս որ սխմես։ Shift-ը։ Shift-ը պահած ինքը շրջանա լինելու, հա, նայեք, ինքը չի կարա բան լինի, օղակաձև լինի, ոչ թե շրջան, հա, shift-ը երբ որ պահում ես, ձգում ես իրան, ինքը ավտոմատ այդ բանն է պահում, քո ընտրած դիրքն է պահում, շրջան կլինի, շրջան կմնա, չգիտեմ, օվալաձև ինչ որ երևույթ կլինի, օվալաձև կմնա, բայց ավելի լավ է առանց shift-ի, մկնիկով դու քեզ ոնց հարմար է, այդպես իրան դասավորես։ Այս վիճակով ինչ որ բան կառուցեցինք, պեչատի տեսք, հիմա արդեն պիտի իրան բուն WordArt-ը սարքենք նկար, դրա համար Word text ենք մտնում ու ասում ենք, որ իրա վրա կարենանք text դնենք, իրա վրա կարենանք նկար դնենք, հա, այսինքն այս ցանկից, այս square-ը իրա կողքերը text է գրվում, title-ը իրա տակն է text գրվում, thrown իրա շուրջ բոլորն է տեքստ գրվում, square-ը քառակուսի բան է թողում, իսկ ես մյուսը չի թողում, որտեղ ուզեմ տեքստս գրում եմ։ Սա իրա վերև ներքևն է գրում, սա վրան, սա տակը։ Հիմա կլինի վրան թե տակը իմ մեջտեղում փոքր էլ պիտի լինի տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Այսինքն կուզեմ վրան կթողեմ, կուզեմ տակը կթողեմ, էական չի։ Ինքը նկար դառավ, նայեք, մի հատ օբյեկտ դառավ, որը որ նկարի տեսք ունի։ Հիմա գնում եմ էլի տեքստս, գրում եմ տեղեկատվական Arial Arm-ով բնականաբար, որ տեսնեմ ինչ եմ գրում։ Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Հասկացանք, սա նշում եմ, նկարը չեմ նշում, նշում եմ մենակ տեքստը։ Այսի մենակ տեքստը պիտի լինի, դրա համար նկարս մի քիչ իջացնեմ, որ ինձ չխանգարի։ Այսի, իա։ Ակն չեմ նշի, լավ, insert կանեմ, WordArt-ից, նորից նույն գործիքը կընտրեմ, հայերեն կսարքեմ իրան, կն կավելացնեմ, տան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, okay, սկսխնեմ, Տեխնոլոգիներ է գրե։ հալա ոչինչ, հիմա կարամ փոխեմ, սենց որ սխնեմ, իրա մեջ մտնեմ, կարամ փոխեմ։ Լավ մի հատ այս Չէ, իրա մեջ որ հատկություններով մտնենք, կարանք փոխենք, ուղղակի այն մյուս նկարը խանգարում է չթողում, լավ ոչինչ, թող այդպես մնա։ Հիմա այստեղ երկու հատ կլիկ ենք անում, էլի իրա հատկությունները գալիս է, կլոր ենք սարքում էլի իրան, փոքրացնում ենք մի քիչ, ինչքան հնարավոր է, կլորացնում ենք, նորից իրան նկար ենք սարքում, էլի որ այս երկուսից մեկով, տանում ենք, սա, դնում ենք սրա մեջ, հասկացաք, հասկացանք երեխեք, Այո։ հասկացանք, հիմա մի հատ սրա մեջ ենք մտնում, սրան ենք դիզայն տալիս,
Սենց ինչ-որ տեսք, հա, մի հատ սրա մեջ ենք մտնում, սրան ենք դիզայն տալից, դուք դիզայնը տալու եք նենց, ոնց որ այնտեղ է գրված։ Ու նույն գույներով։ Այստեղի գույներով, այստեղի ձևով, նույնությամբ, գազարագույն, դեղին եզրագից շողք, կարմիր, սև եզրագից շողք։ Ուրեմն նայում ենք այստեղ։ Սա, երբ որ կլիկ ենք անում իր վրա ակտիվանում է, սա մեջի գույնն է, սա եզրագիծն է, սա շողքն է։ Այսինքն այստեղից գույնը, եզրագիծը, շողքը ընտրում եք, դնում եք, սև եք անում, ուղարկում եք ինձ, ես ստուգում եմ։ Հասկացանք։ Հասկացանք։ Հաջորդ առաջադրանքը ինչ որ պետք է անեք։ Այսում թութակն է, երեխեք։ Ինչ որ մեկի թութակը մեզ ողջունում է։ Հիմա գնացինք հաջորդ առաջադրանքը, ես առաջադրանքը բացեմ, նոր միացնեմ սկրինս։ Հաջորդ առաջադրանքը մի քիչ երկար է, սենց կարճ չի, բայց նրա մեջի մեծ մասը, հիմնական մասը արդեն անցել ենք թեյբլների հետ կապված։ Տնտեսը պետք է սա կոնսպեկտներ անեմ, որ եթե ինչ-որ բան հարցնի, սաղին կայնում պետք Չեմ գտնում 19 Սա չէր։ Мне только приходит, мне звонят. Այսա, հա։ Հիմա սա եք անելու, ուստե բացատրելու գրեթե բան չկա, այս բովանդակությունը դուք արդեն արել եք, նայեք։ Ում միկրոֆոնն է միացրած երեխեք, մենք ձեր խոսակցությունը լսում ենք լրիվ աղջիկներից։ Տեսնում եք երեխեք։ Այս բովանդակությունը դուք արել եք, ընդհանրապես պիտի copy-paste անեք, դնեք table-ի մեջ, սա մի հատ table է, ուշադրի նայեք, այսինքն մի հատ table է սարքած, այն ձեր սարքածը բերում եք, ստե copy-paste եք անում, պլյուս տակը պիտի սարքեք այսա։ Երևաց։ Այո։ Այո։ Կարանք սարքենք, թե բացատրեմ։ Բացատրեմ։ Եկեք ես screen անեմ այդ դեպքում։ Այսա screen անեմ։ Ուրեմն սենց անենք, նոր փաստաթուղթ բացենք, դնենք մի հատ table, այդ table-ին ես կտամ այսպիսի տեսք, երեխեք նայեք ուշադիր, այս են սաղ կընտրեմ, հա, ինչ որ ունեմ, քանի որ ես չեմ դնելու, հիմա հաշվեմ տակի տողերը, տակի սյուները, այս ամբողջը ուշադիր նայեք այստեղ, 1, 2, 3, 4, 5, 6, 6-ը տող կթողեմ, 1, 2, 3, 4, 5, 6, այս քանը մրջ կանեմ, հասկացանք? Ահա, հիմա ձեր բովանդակությունը դուք, որ copy-paste անեք, բերեք դնեք ստեղ, սենց ինքը իջնել, ուտակին անջատեք, ինքը սենց իջնելու է,
Մեր հետ հավասար խոսում է, դասա բացատրում մարդ տղա։ Երբ որ բովանդակությունը տնեք, ինքը իջնելու է, էլ նենց չի, որ ես բանեմ, ուղղակի հիմա ես բովանդակությունը կոպի-պեст չեմ անում։ Այստեղ ձեր բովանդակությունն է լինելու։ Այստեղ լինելու է այն հիմնական մասը, ինչը որ ես հիմա ձեզ պիտի բացատրեմ։ Այսինքն, նայում ենք այստեղ ինչ ունենք։ Ունենք երկու տող, այդ երկու տողից 3-ը ստեղ են, այստեղ միացրած են։ Այսինքն, գնում եմ ստեղ, սրանք թողում եմ 3 հատը, այս սրանք առանձին մրջեմ անում, տող առ տող։ Հիմնական գործիքը, որ ես առաջադրանքում օգտագործելու եք, դա մրջն է։ Հասկացանք։ Տեսանք ինչ արեցի։ Աու։ Այո։ Ահա, ստացա այս առաջի սյունը ինձ մոտ։ Ստացա։ Այս մյուսը չեմ փոխում, այս մյուսը չեմ փոխում, չեմ փոխում։ Այսքանը ունենք։ Հիմա գնացի այստեղ, սա մի քիչ էլ նեղացրեցի, որ ստանամ այն ինչ որ ունեմ։ Ստեղից սա մի քիչ նեղ, սա մի քիչ նեղ, սա մի քիչ նեղ, ոնց որ մեր նկարում է։ Այս տեսքը որ ստանամ, մեջտեղինը մի քիչ լայն է։ Այսա մի քիչ լայն է։ Ու գնացինք արդեն այս հիմնական մասը, որը որ էլի մրջի բանն է, գաղափարն է։ Ուրեմն նայեք այստեղ, ես ձեզ փակեմ, դուք տեսեք, հա, այս ամբողջ 3 տողը միացրած է, միավորած է իրար։ Այսինքն այստեղից սկսած, այսքանը մրջարած։ Հասկացաք։ Հասկացանք, հետո ստեղ սա էլ ինչ-որ տողեր սյուներ կան, 3 տող ու ինչ-որ սյուների քանակ, որ մրջը արած։ Այսինքն վերջից 3 հատ սյուն թողելու եք, մնացածը 3 սյունով, 3 տողով մրջ եք անելու։ Այսինքն ստեից 1, 2, 3 զանգ թողում եք, այս քանը մրջ եք անում, ու այս սրա տակի տողը հանում եք։ Տեսանք, այսա։ Ստեղից սկսած։ Ինչա կատարվում։ Ստեղ նայեք, 1, 2, 3 սյուն ունեք, չէ։ Լսում եք։ Այո։ Այո։ Այս մի հատի տակը 3 հատ էլ սյուն ունեք, սա ոնց է արած, ուրեմն նայեք։ Այսրանք պարզ է, սյուները կան, օքեյ, նորմալ է ամեն ինչ, սա 3 մասի է բաժանած, այսինքն աջ կլիկ ենք անում, արդեն մրջի փոխարեն բաժանելու ենք, անգլերեն բաժանել ոնց է։ Բանը Ցանկը բացել եմ, հələ կարդացեք։ Separate կամ split, չէ։ Նայեք, split cells։ Ասում եմ split արա իմ cell-ը, ըստ ինչի split արա, ըստ column-ի, թե ըստ row-ի։ Ինձ պետք է, որ ես տողին կպնեմ։ Պետք չի, չէ։ Տողս մի հատ է լինելու, բայց իմ սյուների քանակը 2 հատ չէ, 3 հատ են դառնալու։ Okay։ Հասկացանք։ Հասկացանք։ Այո։ Հասկացանք, ահա, այսքանը սարքեցի, գնացի այս մյուսը, այս էլ արդեն մրջ եմ անելուն, դե ոչ մի խնդիր չկա, այսինքն այս վերջի տողին, այսքանը միավորելու եմ իրար, տեսակ ինչ արագ ստացվեց, ու արդեն ստեղ այսքանը մի քիչ հաստ է լինելու ձեզ մոտ, և այսա էլ է հաստ լինելու, այսինքն այս գծերը, որ դուք տեսնում եք ինձ մոտ բարակ, պետք է հաստացնեք, գծերն էլ որտեղից էինք հաստացնում, 2 հատ կլիկ որ անեք table-ի վրա, այ հեսա գծի հաստությունը։ Այստեղից ենթադրենք վերցնում ենք սա, գծերս հաստացնում ենք, նայած որի համար, ինչ հաստության գիծամես պետք։ Հասկացան։ Ընկեր Եղազարյան, Հա։ այն բան 3 հատիկը ոնց նեղացրեցիք։ Որ 3 հատիկը։ Էս։ Թե էս։
Էս երկու հատը նկատի ունես։ Էդվարդ, ես տեսել եմ քո գիծը, հարց եմ տալիս։ Հա, Սա ոնց ոնց նեղացրեցի։ նեղացեցիք, հա, Կանոն ունենք, նայի Էդվարդ։ Տենում ես։ հա, Այսինքն կանոնով Հա, կուզեմ լավ, կնեղացնեմ, կուզեմ կլայնացնեմ։ Նայած քո Հասկացա։ առաջադրանքում քեզնից ինչա պահանջում։ Նույնը ստեղ գծերի հետ կապած էլի գիծը վերցնում եք, հաստ գիծն է, բոլորի համար նույն հաստությունը վերցրեք եզրագծերի համար, բայց մեջինները արդեն ավելի բարակ է բնականաբար։ Այսա ես սխալ արեցի, ստե պետք է գիծ չքաշեի, հեսա այս մյուսն է վերջացնեմ։ Գծից escape-ով եք ազատվում, escape ստեղնին եք սխմում, ու ստեղից այս մի հատի տակի գիծը հանում եք։ Հասկացանք։ Հարցեր։ Ընկեր բանը Եղիազարյան, իմ մոտ որ Word-ը բացում եմ, ինքը բրաուզերի մեջ է բացում ու լիքը ֆունկցիաներ չկան։ Այդ ոնց է դզեմ։ Խիա բրաուզերի մեջ բացում։ Չգիտեմ։ Օնլայն ես աշխատում, այսինքն։ Հա, տենց է ստացվում։ Մի հատ բանումդ պրոգրամաներումդ նայում ես, Word ունես, թե չէ։ Եթե չունես, այդ քո բրաուզերից բացածում պետք է տա 30 օրով անվճար քաշես։ Քաշի գցի կոմպիտ մեջ նոր աշխատի։ Հա, Այստեղ պրոգրամաներիդ մեջ, այս իմը Windows 10-ը ձեր մոտ կարող է 7 լինի, մի քիչ, բայց start programs-իդ մեջ նայեմ, Հա, այդպես բանը, այդ աջ կողմը որ կա, ահա, այդ որ լիքը ծրագրեր են, այդ Mickey Mouse-ով է։ Այստեղից մի բացի, если դու online Word-ն ես, քո Gmail-ի Word-ն ես օգտագործում, մի հատ նայի, այստեղ Microsoft Office փաթեթ, այսա կա քո մոտ, թե չէ։ Այսա։ Այստեղից պիտի բացես, որ բոլոր ֆունկցիաներդ աշխատեն։ Office փաթեթի 7-ն է, կոնկրետ 13-ն, օրինակի մոտ 13-ն է դրած, բայց 7-ն էլ կա։ Էսի Office-ը 7-ն է, էսի 13-ն է։ Երկու տարբերակներ ունի։ Մի հատ նայ որ վերսիան է քո մոտ, եթե չէ, եթե ստեղից թույլ է տալիս, որպեսզի դու աշխատես, այդտեղ 30 օրով անվճար կարաս քաշես։ Պետք է պրոստը մանգաս գտնես, որտեղից ես քաշելու, էլի։ Քաշի նոր աշխատի, գցի համակարգչիդ մեջ նոր աշխատի։ Ընկեր Եղիազարյան, իմ մոտ է կանոնը չկա։ Կանոնը view կամ vid, այստեղ այս ruler-ն է, նայեք, հիմա դուս եկա։ Ստեղ լինիայկա ռուսերեն, եթե ռուսերեն է։ Vid լինիայկա, view ruler, ակտիվացնում եք, պասիվացնում եք։ Հասկացաք։ Ուրիշ հարցեր սրա հետ կապված։ Չկան։ Երկու հատ առաջադրանք եք անելու ու գնահատվելու եք երեխեք։ Արդեն Եղիազարյան, ոչ թե պլյուս մինուս, այլ գնահատական եմ դնելու, հա Լաուրա։ իսկ այդ առաջինը, որ պետք է անենք, Ահա։ այդ հնարավոր է հեռախոսով, թե համակարգչով լինում միայն։ Չէ, հնարավոր է։ Չէ, հնարավոր չէ։ Երկուսն էլ նույն գործիքները պետք է լինի հեռախոսիդ մեջ։ Պետք է ուղղակի մանգաս գտնես, ես չգիտեմ քո որ վերսիան է ու ինչա, ուղղակի պետք է մանգաս գտնես։